ուրեմն 12 թվականին 27599 մահվան դեպքեր արձանագրվել, նվազել է նաև հարաբերական ցուցանիշը 1000 բնակչի հաշվով, ուրեմն հանրապետությունում 13 թվականին մահերը կազմել են 9 պրոմիլ, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչից մահվան դեպքերը 9 են եղել, նախորդ տարվա 9.1 պրոմիլի համեմատ։ Եվ բնականաբար ծնունդների եւ մահերի տարբերությամբ ձևավորվել է հանրապետության բնական հավելաճը, այսինքն ծնունդների եւ մահերի տարբերությունը, որը կազմել է 14605, այսինքն այդքան մարդով բնական ճանապարհով ավելացել է բնակչությունը նախորդ տարվա 14881-ի համեմատ, այսինքն բնական հավելաճի գործակիցը եւս նվազել է 1.9%-ով։ Իսկ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, այսինքն 1000 բնակչի հաշվով այդ ցուցանիշը կազմել է 4.8 պրոմիլ, կամ կարող ենք արձանագրել, որ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով հանրապետության բնակչությունը բնական ճանապարհով ավելացել է շուրջ 5 մարդով։ Եթե նայենք ծնունդների եւ մահերի մարզային կտրվածքները, ուրեմն այդ համեմատությունը մենք բնականաբար պիտի իրականացնենք հարաբերական ցուցանիշների մասով, որպեսզի դրանք համեմատելի լինեն ըստ իրենց բնակչությունների։ Պիտի ասենք, որ կան մի շարք մարզեր, որտեղ որ այդ ծնելիության ցուցանիշները միջին հանրապետականից բարձր են եւ ունենք որոշ մարզեր, որտեղ որ դրանք միջին հանրապետականից ցածր են։ Հիմա ես նշեմ այդ ցուցանիշները։ Ուրեմն ես նշեցի, որ ծնելիության ընդհանուր գործակիցը հանրապետության կազմել է 13.8 պրոմիլ։ Հիմա տեսեք, Երևանում, Արագածոտնի մարզում, Արարատի մարզում, Կոտայքի մարզում եւ Շիրակի մարզում ծնելիության ընդհանուր գործակիցները հանրապետական միջինից բարձր են եղել։ Ուրեմն ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է Արագածոտնի մարզում 14.7 պրոմիլ, որին հաջորդում է քաղաք Երևանը 14.4, ուրեմն բավական բարձր են ցուցանիշները Կոտայքի մարզում 14.2, Շիրակի մարզում 14.1, Արարատում 14։ Սակայն դրա կողքին նաև ունենք մարզեր, որտեղ այս ցուցանիշը ավելի նվազ է, քան հանրապետական միջինը, օրինակ Արմավիրի մարզում 13.5, Գեղարքունիքում 13.6, Լոռիում 13.6, բայց ունենք մարզեր, որտեղ շատ ավելի ցածր են, օրինակ Սյունիքի մարզը 10.5 պրոմիլ, 1000 բնակչի հաշվով ծնելիության ընդհանուր գործակիցը, որին հաջորդում է Տավուշը 11.7 պրոմիլ եւ Վայոց ձորը 12.4 պրոմիլ։ Իսկ եթե մենք դիտարկելու լինենք մահացության ընդհանուր գործակցի մարզային բաշխումները, ուրեմն պիտի ասենք, որ հիմնականում մարզային կտրվածքով ցուցանիշները շատ ավելի ցածր են գրեթե բոլոր մարզերում, բայց դրա փոխարեն շատ ավելի բարձր են ուրեմն հանրապետական 9 գործակցի համեմատ Լոռու մարզում 12.1 մահացության ընդհանուր գործակիցը, Շիրակի մարզում 10.1, Տավուշի մարզում 10.3, ուրեմն հանրապետական միջինից շատ ցածր են ուրեմն Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում դրանք 8.1, 8.3, 8.0, այսինքն գրեթե 1.7 պրոմիլով ցածր հանրապետական միջինից։ Սակայն այս իմ նշած 3 մարզերում բավական բարձր է մահացության ընդհանուր գործակիցը։ Եվ բնականաբար այս բոլորի արդյունքում նույն իմ նշած մարզերում նաև բնական հավելաճի գործակիցն է բավական ցածր, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով, ասենք Տավուշի մարզում 1.4 պրոմիլ է բնական հավելաճի գործակիցը, այսինքն յուրաքանչյուր 1000-ից մեկն է բնական ճանապարհով ավելանում, նույնը Սյունիքի մարզում 1.5, Լոռու մարզում 1.5, Վայոց ձորում 3.3, բայց մնացած մարզերում, ասենք թե Երևան քաղաքում, թե Արագածոտնի, Արմավիրի, այսինքն Արարատյան տարածաշրջանի մարզերում եւս այդ ցուցանիշները նույնիսկ հանրապետական միջինից բարձր են։ Սա բնական հավելաճի մասով։ Հիմա մենք անցնենք ամուսնություններին եւ ամուսնալուծություններին։ Ուրեմն ամուսնությունների մասով պիտի նշեմ, որ եւս ունենք ցուցանիշի, բացարձակ ցուցանիշի 3.7%-ով նվազում եւ արձանագրված
ամուսնությունների դեպքերը կազմել են 18363, 12 թվականի 19063-ի համեմատ։ Եվ յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով գրանցված ամուսնությունների դեպքերը կազմել են 6.1 պրոմիլ, 12 թվականի 6.3 պրոմիլի համեմատ։ Դրա կողքին իհարկե աճել են ամուսնալուծության դեպքերը 15.6%-ով եւ 2013 թվականին արձանագրվել է ամուսնալուծության 3756 դեպք, 12 թվականի 3250 դեպքի համեմատ։ Յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը կազմել է 1.2 պրոմիլ, 12 թվականի 1.1 պրոմիլի համեմատ։ Ուրեմն ամուսնությունների դեպքերը միջին հանրապետականից բարձր են, այսինքն ամուսնության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից բարձր են Վայոց ձորի, Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի մարզերում։ Դրանք համապատասխանաբար կազմել են 6.6, 6.9, 6.3, այսինքն շատ ավելի շատ, քան հանրապետական միջինն է։ Բայց ունենք մարզեր, այդ թվում Լոռու մարզը, Գեղարքունիքի մարզը, Շիրակի, Սյունիքի մարզերը եւ Տավուշի մարզերը, որտեղ ամուսնության ընդհանուր գործակիցները նվազում են արձանագրվել եւ ամենացածր ցուցանիշը ամուսնությունների գրանցվել է Տավուշի մարզում։ Ամուսնության ընդհանուր գործակիցը կազմել է 4.9 պրոմիլ։ Ամուսնալուծությունների դեպքերը ուրեմն ավելացել են հիմնականում ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է ինչպես միշտ Լոռու մարզում, ամուսնալուծությունների ընդհանուր գործակիցը կազմել է 2 պրոմիլ, հանրապետական 1.2 միջին ցուցանիշի համեմատ, որին հաջորդում է իհարկե Երևան քաղաքը 1.5 պրոմիլ, եւ Վայոց ձորի մարզում է մի փոքր ավելի բարձր, քան միջին հանրապետական ցուցանիշը 1.4 պրոմիլ։ Մնացած մարզերում ամուսնալուծության ընդհանուր գործակիցը միջին հանրապետականից ցածր մակարդակի վրա է գտնվում։